Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Factor TV-ի եթերում դուք դիտում եք Ապոլիտիկ հաղորդաշարը, որը հիշեցնեմ արժեքների եւ հեռանկարների մասին է։ Ինչպես արձանագրել պատմական փաստերը, արդյոք այդ արձանագրումը սկզբունքորեն կարող է լինել օբյեկտիվ, ինչ է նշանակում դա ներկայի եւ ապագայի համար։ Դրանք իհարկե շատ բարդ հարցեր են եւ երկարատև քննարկումների, հետազոտությունների կարիք ունեն, բայց ես այս անգամ առաջարկում եմ դրան նայենք լրագրողական տեսանկյունից, լրագրողի աչքերով, թե որ մենք էլ պատմության համար ինչ-որ փաստեր ենք արձանագրում եւ որտեղ է դա տանում։ Եվ այժմ իմ զրուցակիցն է Mediamax մեդիա ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արա Թադևոսյանը։ Արա Թադևոսյան ծնվել է 1976 թվականին Երևանում, 1997-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։ Լրագրությամբ զբաղվում է 1992 թվականից, 1992-ից 93 թվականներին աշխատել է Bravo, իսկ 93-ից 95-ին Մաքսիմում երիտասարդական շաբաթաթերթերում։ 1995-ից 2002 թվականներին եղել է Մոսկովսկիի Նովոստի թերթի սեփական թղթակիցը Երևանում։ 1999-ից առ այսօր Mediamax մեդիա ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է։ Մի շարք գրքերի հեղինակ եւ համահեղինակ է։ Շնորհակալություն Արա, որ մասնակցում եք մեր հաղորդմանը։ Վերջերս դուք երկու գիրք եք պատրաստել, մեկը Վանոյի եւ Վազգենի մասին, այս գիրքը, եւ երկրորդը Ռուբեն Վարդանյանի մասին, այս գիրքը։ Սկսեմ ընդհանուր հարցից մեդիա սպառման, հա։ Արդյոք Հայաստանում, եթե սա համարենք նաեւ մեդիա, այսօր Հայաստանում մարդիկ գիրք են կարդում, թե կարդում են Facebook-յան ստատուսներ եւ մեկնաբանություններ։ Կարդում են Facebook-յան ստատուսներ եւ մեկնաբանություններ, բոլորը կարդում են, բայց կարդում են նաեւ գրքեր եւ իմ համահեղինակ Լուսինե Ղարիբյանի համար Վանոյի եւ Վազգենի մասին գրքի շատ մեծ անակնկալ էր այն հաջողությունը, որը ունեցավ գիրքը։ Մենք առաջին տպականակը 500 օրինակ էր եւ մեզ թվում էր, որ տենց մի քանի ամսվա ընթացքում այն կսպառվի։ Այն սպառվեց 2 շաբաթվա ընթացքում, շատ արագ մենք երկրորդը պատրաստեցինք 600 օրինակ, որը սպառվեց 3 շաբաթվա ընթացքում։ Մի խոսքով հիմա վաճառքում 4-րդ տպականակն է եւ դա էլ եթե սպառվի, ընդհանուր քանակը կլինի մոտ 3000 օրինակ, որը բոլոր գրահրատարակության հետ կապ ունեցող մարդիկ ասում են, որ դա Հայաստանի համար շատ լուրջ ցուցանիշ է 4-5 ամսվա համար։ Եվ կարծում եմ, որ սա այսինքն փաստերով ապացուցված օրինակ է, որ այո մարդիկ կարդում են։ 3000 ասում եք, եւ դա ասում են լավ է, բայց 3000-ը, ասենք, մեկ ստատուսի 1 միլիոն ուրեմն լայքերի կամ չգիտեմ սրտիկների հետ համաձայն եք քիչ է։ Համաձայն եմ, բայց կարծում եմ, որ այդ համեմատությունը ուղիղ չէ, հա, որովհետև 100,000 կամ 1 միլիոն լայք ունեցող ստատուսը մոռացվում է, եթե չասեմ ժամեր անց, հաջորդ օրը գիտեք, սոցցանցերում ոնց է լինում, հա, նոր թեմա է հայտնվում, հին թեմայի մասին բոլորը մոռանում են։ Լուրը ապրում է մեկ օր։ Այո, գիրքը ամեն դեպքում ավելի մնայուն արժեք է, եւ ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք կարդում են գիրքը, իրենց ընկերներին, բարեկամներին են խորհուրդ տալիս, եւ այն նաեւ գիտելիքը, հա, որ գրքի միջոցով ստանում են, համենայն դեպս հույս ունեմ, որ ավելի մեծ ազդեցություն է իրենց վրա թողնում։ Այդ կերպարները, հա, երեքի կերպարները, որքան էլ տարբեր լինեն, հա, Վանոն, Վազգենը եւ Ռուբեն Վարդանյանը, այնուամենայնիվ ի վերջո իմ ընկալմամբ վերաբերում է մեր 34-ամյա պատմությանը։ Իրար մեղադրելու, իրար վիրավորելու առումով այդ թեման, այդ պատմության թեման շատ է շոշափվում այսօր։ Ամեն օր, ամեն վայրկյան, եթե Facebook-ը վերցնենք, չէ՞։ Լրագրողական, փաստագրական առումով կարծես թե այստեղ բացեր կան, համաձայն եք։ Ես կարծում եմ, որ ոչ միայն բացեր, շատ քիչ բան է արված։ Եվ մենք ունենք, կարծում եմ, փայլուն լրագրողական սերունդ 90-ականների սկզբներից, որոնք Հայաստանի անկախությունից անմիջապես հետո մտան այս մասնագիտության մեջ եւ դուք շատ լավ ներկայացուցիչ եք այդ սերունդի, որոնք վստահ եմ եւ շատ հիշողություններ ունեն եւ շատ ասելիք ունեն եւ կարծում եմ նաեւ արխիվներ ունեն եւ ցավոք սրտի դա ինչ որ ձևով չի նյութականացվել, պարտադիր չի դրանք լինեն միայն գրքեր, դրանք կարող են լինել նաեւ ֆիլմեր, դրանք կարող են լինել նաեւ կայքերում հրապարակումներ, բայց այո մենք շատ քիչ ունենք դա
Եվ շատ քիչ ունենք նաև, երբ անմիջական մասնակիցների իրադարձությունների գրել են հուշեր եւ թողել են այդ առումով ժառանգություն։ Իսկ ինչու է դա կարևոր։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է նախ պատմությունը հասկանալու համար եւ տարբեր դիտանկյուններից նայելու։ Մի քանի տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանն հրապարակեց իր հուշերը, ես շատ մարդկանցից լսել եմ կարծիքներ, որ այստեղ այս բանը չափազանցված է, սա սուտ է, սա ընդհանրապես չի եղել, եւ իդեալական իհարկե կլիներ, երբ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը եւ միգուցե այլ մասնակիցներ եւս հուշեր ունենային եւ հետաքրքրված թե ընթերցողները, թե հետազոտողները կարողանային համադրեին եւ օրինակ այս կամ այն իրադարձությունը ինչպես են մատուցել առաջին, երկրորդ, երրորդ նախագահները եւ փորձեին իրենց համար քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր ձևակերպեին։ Այդ առումով իհարկե շատ կարեւոր է։ Եվ կարծում եմ նաև շատ կարևոր է պրակտիկ տեսանկյունից։ Օրինակ, երիտասարդ դիվանագետների համար կարծում եմ շատ կարևոր կլիներ, որ իրենք հնարավորություն ունենային ոչ միայն Վարդան Օսկանյանի հուշերը կարդային, որոնք բավական հետաքրքիր են, այլ նաև այլ արտգործնախարարների։ Եվ դա համադրեին արդեն այն տեսական գիտելիքի հետ, որը ստանում են ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում կամ իրենց անմիջական աշխատանքի ընթացքում։ Եթե դառնանք հասարակությանը, հասարակական անկալումը պայմանավորված է էմոցիաներով, օրինակ բերեմ, հա, եթե 24 ժամից 22-ը դու լույս չունեիր, քո անկալումը ամբողջ այդ ժամանակաշրջանի խեղվում է կամ լցվում է ինչ-որ էմոցիաներով։ Իհարկե, եւ կարծում եմ բոլորս կենթանի մարդիկ ենք եւ այդ պահին դժվար էր երևի ամբողջությամբ անցալել, որ այսպես կոչված հա մութ ու ցուրտ տարիների արդյունքում մենք ունեցանք հաղթանակ, որը ցավոք սրտի չարժևորեցինք, չկարևորեցինք եւ եկանք հասանք այնտեղ, որտեղ հիմա ենք գտնվում։ Բայց կարծում եմ, որ տարիներ անց այդ վերարժևորումը շատ շատերի մոտ է եղել եւ այդ ձեր հիշատակած էմոցիոնալ վերաբերմունքը, որը եղել է, կարծում եմ գոնե բանական մարդկանց մոտ ինչ որ ձևով պետք է փոխված լինի։ Բայց նաև մենք պետք է հասկանանք, որ շատ ճակատագրեր հեղվեցին, հա, շատ մարդիկ ստիպված եղան արտագաղթել Հայաստանից, որովհետև այստեղ ֆիզիկապես գոյատևելու միջոցներ չունեին, ընտանիքներ քայքայվեցին, ի վերջո մարդիկ մահացան, հա, նաև կենցաղային դժվարություններից ելնելով։ Եվ կարծում եմ, որ ակնկալել, որ ամբողջ հասարակությունը պիտի այդպիսի գաղափարական մոտեցում դրսևորի, եւս ճիշտ չէ։ Կարծում եմ, ինչպես բոլոր միշտ կյանքում ճիշտ է այդ ոսկե միջին փորձել գտնելն է, փորձել գոնե ձգտելն է դրան։ Վանոյի եւ Վազգենի անկալումը խեղված է այդ իրադարձությունների պատճառով։ Կարծում եմ, որ եթե ոչ խեղված է, ապա շատ հիմնված է ստերեոտիպների վրա, կարծրատիպերի վրա, որովհետև օրինակ մենք ունենք հիմա սերունդ կամ միգուցե արդեն երկու սերունդ, որոնք կենթանի ոչ մեկին, ոչ մյուսին չեն տեսել, այսինքն ոչ միայն կյանքում, այլև հեռուստատեսությամբ եւ չեն եղել նրանց ժամանակակիցը։ Եվ իրենց բոլոր պատկերացումները հիմնված են ինչ-որ հրապարակումների, ծանոթների, բարեկամների, ընտանիքների անդամների պատմածների վրա, որոնք եւս ոչ միշտ կարող են օբյեկտիվ լինել։ Այդ առումով եւ նաեւ այդ երկուսի պարագայում, քանի որ երկուսը եղել են ուժային նախարարներ եւ շատ դժվարին ժամանակաշրջանում, շատ դժվարին եւ ոչ միանշանակ աշխատանք են կատարել, իրենց պարագայում իհարկե շատ ավելի շատ է, քան շարժման կամ Ղարաբաղ կոմիտեի այլ անդամների դեպքում է։ Ուզում եմ մի զգացողություն կիսեմ, չնայած Վանոն եւ Վազգենը ողբերգական կերպարներ են եւ գրքում երևում է, որ ողբերգական են եւ ի վերջո մեկը զոհվեց, մյուսը օտարության մեջ մահացավ, այնուամենայնիվ որքան էլ պարադոքսալ չթվա, դա նաեւ հաջողության պատմություն է։ Հաջողության այն առումով, որ 94 թվականին ի վերջո մենք հաղթանակ կրեցինք։ Համաձայն եք։ Համաձայն եմ, միանշանակ համաձայն եմ եւ նաեւ Լուսինեի հետ երբ գրքի վրա աշխատում ենք, ինչ որ բաներ կար, որ հենց աշխատանքի ընթացքում էր դու գիտակցում։ Օրինակ, որ 92, 93, 94 թվականներին Վազգեն Սարգսյանն ընդամենը 32-33 տարեկան է եղել։ Եվ Խորհրդային Միությունը ընդամենը 2-3 տարի առաջ էր փլուզվել։ Եվ այդ մարդիկ այդ շատ երիտասարդ տարիքում, ես հիմա 49 տարեկան եմ, բայց շատ հարցերի պատասխաններ չունեմ։
Եվ հիմա մենք 2025 թվականին նստած զինված ինտերնետով, արհեստական բանականությամբ եւ բոլոր կենցաղային բարիքներով դատողություններ ենք անում, որ 92 կամ 93 թվականին այս բանը ճիշտ կամ սխալ էին անում։ Այնինչ այդ մարդիկ դա անում էին եւ այդ պատասխանատվությունը իրենց վրա վերցնում էին։ Բնականաբար հետո 94 թվականից հետո եւ գրքում էլ դա երևում է եւ Ժիրայր Լիպարիցյանն է շատ հետաքրքիր պատմել, որ 94 թվականին երբ որ եղավ հաղթանակը, բոլորը սկսեցին զբաղվել իրենց գործերով եւ դրանից սկսեց այն ինչ որ սկսվեց։ Բայց այդ առումով ես կարծում եմ, որ եւ պատահական չէ, որ մենք անընդհատ շեշտում ենք, որ այդ գիրքը անկախ Հայաստանի երկու հիմնադիր հայրերից երկուսի մասին է եւ կարծում եմ, որ դա շատ կարեւոր եւ ճիշտ բնորոշումն է հիմնադիր հայր։ Չնայած երիտասարդ տարիքին, Վանոն ավելի իհարկե մեծ էր, բայց Վազգենը շատ երիտասարդ է եղել։ Ռուբեն Վարդանյան, մի մարդ, որը դարձյալ իմ սուբյեկտիվ ընկալմամբ իր անհատական հաջողության պատմությունը ուզում է դարձնել նաև Հայաստանի հաջողության պատմություն եւ նույնիսկ այն սարսափելի վիճակում, որը հիմա գտնվում է, ելի շարունակում է իր փորձերը։ Իմ տպավորությունը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով ձեր տպավորությունը ճիշտ է եւ երևի թե ինչ որ չափով այդտեղ կա իդեալիստական մոտեցում, հա, իր մոտ, որը կարծես թե շատ դժվար է համադրվում մեր այսօրվա հասարակական տրամադրությունների հետ, բայց որքանով որ ես եմ իրեն ճանաչում, ինքը մի մարդ է, որը միշտ իր խոսքի տերն է եւ երբեք իր ворթեգրած արժեքներին եւ սկզբունքներին չի դավաճանում, անկախ իրավիճակից եւ անկախ այն պայմաններից, որում ինքը գտնվում է։ Ուստի շատ-շատերի համար այո կարող է թվալ, որ Բաքվի բանտում գտնվելով այդ ուղերձները, որոնք վերջի շրջանում ավելի շատ միգուցե կարող ենք անվանել փիլիսոփայական բնույթ են կրում եւ նպատակ ունեն երևի մարդկանց այդ վերադարձնել հավատքը ապագայի հանդեպ, կարծում եմ իր պարագայում դա կարող ենք նորմալ որակել, որովհետեւ ինքը այդպեսին եղել է միշտ, որքանով որ ես եմ ճանաչում։ Մի քանի մեջբերում անեմ այդ գրքից երկրորդ, որովհետեւ առաջին գիրքը մի քանի եթերում արդեն քննարկել եք, չէ՞։ Պետք է տարբերել, գրում է Ռուբեն Վարդանյանը, նրանց, ովքեր ուղղակի գումար են վաստակում, հատկապես Ռուսաստանում կամ Հայաստանում, այսինքն մեր նման երկրներում, հա, նրանցից, ովքեր կարող են բիզնես կառուցել։ Դա նաև բիզնեսի ինչ-որ սոցիալական կամ ազգային պատասխանատվության մասին է, հա։ Ես կարծում եմ, որ դա այն մասին է, ինքը ինչքան որ մենք զրուցել ենք այդ թեմաներով, ինքը միշտ կարևորում էր ցանկացած բանում որակը, ստանդարտները եւ որ այդ ստանդարտները պետք է բարձր լինեն եւ որ հայերը չպիտի հատկապես հայերը չպիտի միջակությամբ յոլա գնան եւ միշտ վկայակոչում էր, հա, այն հաջողությունները, որ մենք ունեցել ենք պատմության ընթացքում, շատ հաճախ ինքը պատմում էր կամ հիշում էր այն առևտրային ուղիները, հա, հայերը, որ կառուցել էին եւ երբ որ պետություն չունեին, բայց կարողացել էին մի հսկայական առևտրային ցանց կառուցել եւ այն ղեկավարել։ Ես կարծում եմ իր մոտեցումը այն էր, որ գումար աշխատել իհարկե կարևոր է, բայց նաև այդ գումարը պետք է ծառայեցվի ոչ միայն աշխատողի անձնական կարիքները հոգալու համար, այլ նաև հասարակությունը եւ երկիրը փոխելու համար։ Գլոբալ հայերի նամակը 16 թվականին, երբ որ արդեն պատերազմի հոտ է եկել է, այսինքն Քարամյա պատերազմը կար եւ ընդհանրապես ճգնաժամը մոտենում էր, նամակը Հայաստանում միանշանակ չընկալվեց եւ մարդկային էգոն շոշափվեց, այսինքն դու գլոբալ ես, իսկ ես գլոբալ չեմ, լոկալ եմ, այսինքն նա ինչի վրա էր հույս դնում, երբ որ ասում էր գլոբալ հայ։ Ես կարծում եմ եւ գրքում էլ նշել եմ, որ ինքս թերահավատ էի այդ նամակի հարցում, որովհետեւ ունեի զգացողություն, որ այդ նամակը զուտ նամակ է մնալու եւ անգամ այն մարդիկ, որոնք ստորագրել էին այդ նամակի տակ, մի քանի տասնյակ ականավոր հայեր, հիմնականում Սփյուռքից, գործնական քայլեր չեն կատարելու այդ ուղերձները կյանքի կոնչելու համար, տարբեր պատճառներով։ Ես կարծում եմ, որ այս նամակը պետք է մի քիչ ավելի լայն համատեքստում մենք դիտարկենք, գրքում վստահ եմ կարդացել եք, որ 2016-ի սկզբին նաև մի գործընթաց էր սկսվել, երբ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի Idea հիմնադրամը
մերձեցման որոշակի գործընթաց էր սկսել Սփյուռքի ամենահին եւ ամենաազդեցիկ կազմակերպության հայ բարեգործական ընդհանուր միության հետ։ Եվ այդ նամակի լույս ընծայումը նվիրված էր հենց ՀԲՄ-ի, հիմա չեմ հիշում, 80 թե 90-ամյակին։ Այսինքն այդ նամակը այդ գործընթացի կարծում եմ մի մասն էր, գործընթացը ոչ մի բանով չավարտվեց։ Կարծում եմ, որ շատ տարբեր էր ավանդական Սփյուռքի, հա, եւ Ռուբեն Վարդանյանի կամ այդ ռուսական Սփյուռքի մոտեցումները եւ այդտեղ կարծում եմ ժամանակ էր պետք այդ մերձեցման համար եւ այդ process-ը սկսվել էր նախքան ապրիլյան պատերազմը 2016 թվականի փետրվարին, կարծում եմ ապրիլյան պատերազմից, Սասնա ծռերից եւ Հայաստանում արդեն սկսված փոփոխություններից, նաեւ իշխանական վերինացյաններում այդ թեման կարծես թե մի քիչ գնաց յետին պլան, բայց մեծ հաշվով կարծում եմ, որ պետք է հասկանալ, որ նաև Սփյուռքի այդ մեծ կազմակերպությունները մեծ իներցիա ունեն եւ այդտեղ հեղափոխական փոփոխություններ կատարելը հեշտ գործ չէ։ Որոշակի բանի էլի իդեալիզմի մասին, հա, որոշակի բանի հասնելու համար դու պետք է լինես Դոն Կիխոտ, հա, այստեղ ենթավերնագրում Դոն Կիխոտությունը նշված է։ Այսինքն, եթե դու առաջնորդվում ես միայն քո եղած ռեսուրսներով, այս 3 էջով, հա, եւ չես մտածում, որ այդ 3 էջը կարող է 5 էջ դառնան, ապա լճացում է սկսվում։ Եվ նույն 16 թվականին, երբ որ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ռուբենը հանդես եկավ նամակով, որը որքան հասկանում եմ առաջին անգամ է հրապարակվում, եւ առաջարկներով։ Դրանցից մեկը պետք է ներգրավենք 300 սպարտացի մարդկանց, որոնք կգան մեզ մոտ աշխատելու, թողնելով իրենց հարմարավետ տեղերը աշխարհի տարբեր երկրներում։ Իդեալիզմ։ Նորից կարծում եմ, որ մեծ հաշվով այո, ցավոք սրտի չեմ կարծում, որ այդ 300 պայմանական սպարտացին գոյություն ունի, կամ միգուցե գոյություն ունի, ուղղակի մենք իրենց մասին չգիտենք, որովհետև իհարկե կոչը կարևոր է եւ կան մարդիկ, որոնք ինքնաբուխ են ինչ-որ գործողությունների դիմում եւ գալիս են Հայաստան եւ այստեղ ինչ-որ գործունեություն են ծավալում եւ բնականաբար այդպիսի մարդիկ կան, որոնց ոմանց մասին մենք գիտենք, ոմանց մասին չգիտենք եւ այդ մարդիկ ամենայն հարգանքի են արժանի։ Բայց կան նաեւ մարդիկ, որոնք օրինակի համար չունեն, հա, այդ ավանդական կապը Հայաստանի հետ, բայց ունեն այդ հայկական ինքնությունը եւ իրենց ինչ-որ մի տրիգեր է պետք այդ կապը զգալու համար։ Եվ ես կարծում եմ, որ դա ավելի մեծ ինչ-որ ծրագրի մաս պետք է դիտել այդ 300 սպարտացին, որովհետև գիտեք այդ նամակում բազմաթիվ այլ առաջարկներ կային, եւ դա կաշխատեր, եթե այդ ամբողջ կոմպլեքսը աշխատեր։ Այդ 300 մարդուն բերելով որևէ բան չէր փոխվելու։ Եթե դարձյալ վերադառնանք մետա այսպես մակարդակ, նյութերի, փաստերի, հա, ամբողջ այդ զանգվածից մենք ընտրում ենք, դուք ընտրում եք տվյալ դեպքում ձեր գրքերում մի մասը, մյուս մասը չեք համարում կարևոր։ Կարելի է ասել, որ այդ ընտրության միջոցով ստեղծվում է օբյեկտիվ պատմություն։ Ես կարծում եմ, որ պատմությունը որպես այդպիսին օբյեկտիվ երևի չի լինում, որովհետև բոլորս շատ տարբեր մարդիկ ենք եւ իմ եւ ձեր ընկալում այս կամ այն պատմական իրադարձության կարող է շատ տարբեր լինել եւ պատճառները կարող են եւս շատ տարբեր լինել, բայց կարծում եմ, որ գիտելիք մարդկանց տալու այս կամ այն իրադարձությունների մասին, օրինակ Վանոյի եւ Ազգենի մասին գրքում կան բազմաթիվ դրվագներ, որոնք վերաբերում են Հայաստանի նորագույն պատմության 90-ական թվականներին եւ կարող եմ պատմել 2 ամիս առաջ երևի փողոցով քայլում էի, մի անծանոթ աղջիկ մոտեցավ եւ ասեց, ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գրքի մասին, ոչ միայն որ ես Վանոյի եւ Ազգենի մասին տեղեկացա, որովհետեւ 90-ականների մասին ես առհասարակ որևէ պատկերացում չունեի եւ այս գրքի շնորհիվ որոշակի պատկերացում եմ ձեռք բերել եւ հիմա տարբեր բաներ եմ կարդում, որպեսզի ամբողջացնեմ։ Եվ կարծում եմ, որ կոնտեքստն է շատ կարևոր, մարդկանց տալ այդ կոնտեքստը, քիչ առաջ ասացի, որ շատ հեշտ է 2025 թվականին նստել եւ դատողություններ անել իրադարձությունների մասին, որոնք 30 տարի առաջ էին ծավալվում այլ տեխնոլոգիական, կենցաղային, աշխարհաքաղաքական պայմաններում։ Այդ կոնտեքստի պատկերացում տալը
Կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի մասին գիրքն էլ չեմ հավակնում ես, բայց կարծում եմ, որ որոշակի պատկերացում է տալիս այն իրադարձությունների մասին, որոնք Հայաստանում սկսեցին ծավալվել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, 2016-17, նաև ինչ-որ մասով նաև եւ բերեցին 2018 թվականի իշխանափոխությանը, որովհետև բոլոր անձնավորությունները կամ իրադարձությունները իրենք օդում գոյություն չունեն, իրենք այդ մեծ պատկերի մաս են կազմում եւ այդ մեծ պատկերը այս կամ այն ձևով մատուցելը կարծում եմ շատ կարեւոր է։ Մենք ունենք այսպիսի բաժին մեջբերում, ես ներկայացնում եմ մեջբերումը եւ դուք կմեկնաբանեք եւ այսօրվա մեր մեջբերման հեղինակը 20-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրն է։ Ոչինչ այնքան հաճախ չի փոխվում, որքան անցյալը։ Պարզ է, թե ինչ նկատի ուներ Սարտրը։ Անցյալի ընկալումը փոխվում է նրանից, թե ինչպես է այն մեկնաբանվում։ Նախ համաձայն եք, թե չէ։ Միանշանակ համաձայն եմ եւ կարծում եմ այն ինչի մասին խոսեցինք սկզբում, օրինակ 90-ականների ընկալումը, լույս չլինելը, ցուրտը եւ հաղթանակը։ Այդ ընկալումը կարծում եմ եւ ինչպես ասացի, եկավ հուսով եմ շատերի մոտ տարիներ անց, որ եկավ, որ դա այն գինն էր, որը առանց որի հաղթանակը հնարավոր չէր լինի։ Ոյ չգիտեմ։ Լավ, կարող է պատահել։ Մեծ հաշվով։ Բայց կարծում եմ, որ այն ինչ ասում է Սարտրը շատ կարևոր է, որովհետեւ ի վերջո պատմությունը, որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, քարացած բան չէ, որովհետև թվում է, թե եթե իրադարձությունը տեղի է ունեցել եւ վերջացել է, ինչ կարող է փոխվել։ Բայց յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ ժամանակի ընթացքում գալիս են նոր փաստեր, օրինակ հրապարակվում են նոր փաստաթղթեր, եւ դու կարող ես այն ինչ որ քեզ թվում էր 100% անոնց ճշմարտություն, այս կամ այն մարդու հավելյալ վկայությունը կարող է եթե ոչ ամբողջությամբ քո կարծիքը փոխել, բայց ինչ որ մի նյուանս ավելացնել, որը քեզ թույլ է տալիս այլ աչքով նայել իրադարձությանը։ Այնպես որ կարծում եմ Սարտրը չափազանց խելացի մարդ լինելով եւ ենթադրում եմ, որ դա երևի 50-ական 60-ականներին է ասել, երբ որ այս ամեն հսկայական փոփոխությունների մասին որևէ մեկը չէր կարող ենթադրել, եւ այս դարաշրջանում կարծում եմ, որ հենց տեղի ունենում այն ինչի մասին ինքը ասել է 50-60 միգուցե ավել տարի առաջ։ Դա լավ երևույթ է, թե վատ, թե ընդհանրապես չենք կարող մենք տալ գնահատական, այսինքն հերոսը դառնում է հակահերոս, կամ չգիտեմ, դավաճանը դառնում է պրագմատիկ, կամ հակառակը։ Դա լավ երևույթ է, դրական երևույթ է, թե պետք է մխված լինի։ Ես կարծում եմ, որ այդպես միշտ չի, որ սև սպիտակ է, որ հերոսը անպայման պիտի դառնա հակահերոս։ Հերոսը կարող է ձեռք բերել որոշակի նոր դիմագծեր եւ իր հերոսությունը ավելի հասկանալի դառնա։ Եվ հակառակը, օրինակ, հակահերոսի գործողությունների վերաբերյալ մենք կարող ենք ինչ-որ նոր տեղեկություն ստանալ եւ ինքը բնականաբար հերոս դրանից չի դառնում, բայց միգուցե իր որոշակի գործողությունների մեջ մենք ավելի լավ ենք հասկանում։ Կարծում եմ, որ պետք չի ամեն դեպքում խոսքը չի գնում նրա մասին, որ սևը դառնում է սպիտակ, իսկ սպիտակը սև։ Կարծում եմ խոսքը գնում է նրա մասին, որ նոր գույներ են ի հայտ գալիս։ Միայն քաղաքականությունն է կամ պետական կարգն է պատճառը, թե կան նաև այլ պատճառներ, այլ հանգամանքներ։ Կարծում եմ շատ այլ հանգամանքներ կան եւ օրինակ մենք չգիտենք, միգուցե նույն 90-ական թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, մենք խոսեցինք, որ շատ քիչ կան հուշագրություններ, բայց միգուցե Ղարաբաղ կոմիտեի ինչ որ անդամներ ինչ որ բաներ գրել են եւ դա ժամանակի ընթացքում կհրապարակվի եւ մենք նոր բաներ պայմանական ասած, չեն կարող բացառել, որ միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը, որոնք գիտենք, որ ինչ որ մի փուլում հակառակորդներ դարձան, գրել են ինչ որ հուշագրություններ, որոնք մի օր լույս կտեսնեն։ Եվ բնականաբար այնտեղ կարծում եմ կարող են շատ հետաքրքիր նոր փաստեր եւ վկայություններ լինել, իհարկե որոնք եւս կարող են շատ տարբեր մեկնաբանվել, վիճարկվել, բայց դա տալու է այդ լրացուցիչ նյութը, լրացուցիչ շերտերը, որոնք մեզ կարող են պատմության այս կամ այն դրվագին այլ կերպ նայել։ Նաեւ պատմական կոնտեքստը փոխվում է եւ կփոխվի դեռ մեր կյանքի օրոք, հաճախ է փոխվում, տասնամյակների ընթացքում է փոխվում, 20-րդ դարում մարդիկ կարծում էին, որ կանայք, մինչև 20-րդ դարը, որ կանայք չպիտի քվեարկեն։
կամ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը չնայած պայքարում են ազատության համար, բայց ստրուկներ ունեն։ Մենք հիմա չենք կարող այ ռասիստներ, ինչ վատն եք դուք եւ այլն։ Այդ այսօրվա ինչ որ ասացիք, հա, այսօրվա բարձունքից նայել անցյալին։ Դա ճիշտ է թե սխալ։ Կարծում եմ, որ բարձունքից պետք չէ նայել, բայց պետք է փորձել իրոք համակողմանի ընկալել ինչ որ բաներ։ Հիմա գանք մեր օրերին, հա, 10 տարի առաջ եթե ինչ-որ մեկը կասեր, որ Ամերիկայի նախագահ իշխանության գալուց օրեր անց տարածքային հավակնությունները ներկայացնելու Գրենլանդիայի եւ Կանադայի հանդեպ, մենք ասենք, որ ով որ դա ասում է, երևի խելագար է, բայց դա այսօր իրականություն է, որը որ 10 տարի առաջ անգամ պատկերացնել չէր կարելի։ Մենք պետք է գիտակցենք, որ մենք այսօր ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ցավոք սրտի, կարծում եմ, որ բարոյական առումով դա շատ վատ է, կարմիր գծեր գրեթե չեն մնում։ Եվ կարմիր գծերի բացակայությունը մարդուն շատ հեշտ վերադարձնում է կենդանու կարգավիճակին, որովհետև կենդանիների համար գրեթե կարմիր գծեր գոյություն չունեն, որովհետև իրենք առաջնորդվում են հիմնականում բնազներով եւ ոչ թե բարոյականությամբ, բարոյականությունն էլ արդեն խելքի ինչ որ բաղկացուցիչ մաս է։ Երբ որ դու ասում ես, որ ամեն ինչ կարելի է, եւ ցավոք սրտի Հայաստանում էլ ենք մենք դա տեսնում, հա, եւ այն դիսկուրսներում, որոնք տեղի են ունենում, որևէ արգելված բան, արգելված ոչ թե իշխանության կամ ինչ որ քաղաքական ուժի կողմից, այլ այն բոլորիս հայտնի բարոյական եւ ընդունելի նորմերից։ Կարծում եմ մեծագույն խնդիրը այստեղ է։ Եթե մենք սկսենք քննարկել ձեր հետ, կարելի է մարդկանց ուտել, թե չի կարելի, ապա մեկը կասի այո, մեկը կասի ոչ, եւ դա արդեն կդառնա ինչ որ այո, թեմա, այսպես ասած։ Այո։ Եվ ոչ այդ աստիճան, բայց քննարկումներ, որոնք դարձյալ մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Հայաստանում կլինեն, այսօր կան եւ ցավոք սրտի դրանք լեգիտիմացվում են եւ գալիս է մի սերունդ, որը կարծում է, որ այո, այդ քննարկումները նորմալ են, որ կան, որ մենք օրինակ, չգիտեմ, հայոց ցեղասպանությունը կարող ենք վիճարկել։ Արդյոք սա մենք կարող ենք 10 կամ 5 տարի առաջ պատկերացնել։ Էլի պատմական կոնտեքստի վերաբերյալ դուք սկսեցիք դրա մասին խոսել, Վանոն եւ Վազգենը երբ որ պաշտոնի էին, թույլ են տվել կամայականություններ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դա կարող է ժխտել։ Մենք դրանք պետք է դատապարտենք։ Իհարկե պետք է դատապարտենք։ Եվ ես կարծում եմ, որ Վանո եւ Վազգենի մասին գրքում այդ դրվագը կա, հա, երբ Վանո Սիրադեղյանի կինը ամուսնուն բողոքում է Մանվել Գրիգորյանից, եւ Վանո Սիրադեղյանը ասում է Վազգենը երբ կգա մեր տուն, դու իրեն կասես ինքդ, ես չեմ ասի։ Եվ երբ որ սկսում է Տիկին Ռուզանա այդ թեման հենց որ բացում է, Վազգենը բարկանում է, փրփրում է եւ ասում է, որ դու չգիտես Մանվելը ինչ էր արել պատերազմի ժամանակ, իրեն ամեն ինչ կարելի է։ Որևէ մեկը չի հերքում Մանվել Գրիգորյանի արժանինքներ եւ այն ինչ որ արել է ինքը պատերազմի ժամանակ եւ իրոք եղել են պահեր, երբ իր անձնական մասնակցությունը բեկումնային է եղել։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պատերազմից հետո իրեն այդ ինդուլգենցիան պետք է տրվեր։ Վստահ եմ, որ կարելի է շատ ավելի այլ ձևով իրեն արժանին մատուցել, բայց դարձյալ, հա, էլի վերադառնալով բանին, 94 թվականին պատերազմ, էյֆորիա, պատերազմի ավարտ, հաղթանակ, էյֆորիա, որևէ մեկը երևի չէր պատկերացնում, որ Հայաստանը կարող է ոչ միայն հաղթել, այլև այդ անվտանգության գոտին ստեղծել, եւ կան մարդիկ, որոնք դա կերտել են։ Եվ կան երիտասարդ մարդիկ, որոնք չունեն կառավարելու փորձ եւ այո, ասում են, որ իրեն ամեն ինչ կարելի է։ Իհարկե 25 թվականի տեսանկյունից միանշանակ պետք է դատապարտենք։ 94 թվականի տեսակետից ես չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Մեր վերջին բաժինը, որը կոչվում է Հայացք ապագային։ Մեր պետությունը, մեր պատմությունը մենք 34 տարի լավ թե վատ ապրեցինք։ Ինչ է ակնկալում հաջորդ 30 տարում։ Ավելի կոնկրետ հարց տամ, որպես շարժում 88-25 գրքի հեղինակ։ Այս տեսանելի ապագայում մեր կյանքի օրոք կլինի որևէ շարժում, որը նման կլինի 88 թվականի շարժմանը։ Ես շատ կցանկանայի, որ լիներ, բայց կարծում եմ, որ չի լինի մի շարք պատճառներով։
Եվ այդտեղ քանի որ այդ գիրքը եւ այդ հատուկ նախագիծը հիշատակեցիք, ես շատ լավ հիշում եմ Աշոտ Մանուչարյանի խոսքերը, որն ասել էր, որ 88-ին մենք կարողացանք ստանալ նոր որակի մարդ։ Դուք կանխատեսեցիք իմ վերջին հարցը։ Ստացանք թե չստացանք։ Կարծում եմ 88-ին ստացանք եւ հետո փոխվեց եւ դա այդ նոր որակի մարդը կարծում եմ այդ նոր որակի մարդը այնպես չէ որ 88-ին ինքը ձևավորվեց։ Կային այդ բոլոր նախադրյալները եւ պոտենցիալը եւ 88-ին ուղղակի այն արտահայտելու հնարավորություն տրվեց եւ կարծում եմ որ այդ նոր որակի մարդը հենց Ղարաբաղյան շարժման եւ հաղթանակի հիմնական գրավականն էր, իսկ հետո փոխվեց, այո։ Իսկ մենք ստացանք մի մարդուն, որը հետո վերացավ։ Չվերացավ, ինքը փոխվեց, նախ ֆիզիկապես այդ մարդկանց մի մասը Հայաստանը լքեց, մյուս մասը որ մնաց գայթակղությունների չդիմացավ, մյուսը շատ պարկեշտ ազնիվ աշխատեց եւ այդ գայթակղություններին չդիմացողներին նայելով հիասթափվեց եւ այլն եւ փոխվեց, այո։ Շնորհակալություն հետաքրքրության։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Mediamax մեդիա ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արա Թաթևոսյանի հետ։